2009 թվականի հունիսի 27-ին ողջ Հայաստանը ցնցվեց Տեր Ներսես arczepiskopos Պոզապալյանի մահվան լուրից։ Պոզապալյանի սպանության մասին կարելի ասել գրեթե ոչինչ չի պահպանվել համացանցում։ Ինչ որ մեկի թեթև ձեռքով կամ հրամանով անհետացել է ամբողջ ինֆորմացիան։ Այն ամենը, ինչ գտանք ողբերգական դեպքի մասին, Վիկիպեդիայում գրված կծկտուր երկու տողներ։ Սրբազան հայրը 2009 թվականի փետրվարի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում ենթարկվում է հարձակման, որի հետևանքով ծանր վնասվածք է ստանում եւ անգիտակից վիճակում փոխադրվում հիվանդանոց։ Միջադեպից 4 ամիս անց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ եւ բազմավաստակ սպասավոր գերաշնորհ Տեր Ներսես arczepiskopos Պոզապալյանը հունիսի 27-ին կնքում է իր մահկանացուն։ Դարձյալ Վիկիպեդիայից ծանոթանում ենք սրբազան հայր Ներսես Պոզապալյանի անցած հարուստ ճանապարհին՝ Շվեյցարիա, Անգլիա, Ռուսաստան, բարձր եկեղեցական պարգևներ։ Նա Մայրաթոր է հրավիրվել 1972 թվականին Վազգեն Առաջինի կողմից եւ նշանակվել դիվանապետ, իսկ 1999 թվականի հուլիսի 4-ին ընտրվել է կաթողիկոսական տեղապահ, ապա նույն թվականի հոկտեմբերի 27-ին կազմակերպել կաթողիկոսական ընտրությունները, որի ժամանակ էլ ընտրվեց հենց Գարեգինբեն։ Իդեպ, փետրվարյան չարագուշակ այդ օրը Մայրաթորի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն 72-ամյա arczepiskopos-ի վրա հարձակվողը սրբազանին ծանոթ է եղել, քանի որ մուտք էր գործել բնակարան, չարաշահելով նրա վստահությունը։ Նշվում էր, որ նպատակը եղել է կողոպուտը։ Ներսես սրբազանի կանչին օգնության է հասել միաբանական շենքի աշխատակիցը, որը վերջինիս հայտնաբերել է հատակին ընկած։ Ստացած ծանր վնասվածքներից Տեր հայրը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ 4 ամիս անց կնքել է իր մահկանացուն։ Հանցագործը ձերբակալվել էր, սակայն այդպես էլ չպարզվեց կամ չբարձրաձայնվեց նրա ով լինելը եւ գործի հետագա ընթացքը, թեև ըստ հայկական ժամանակի Էջմիածնում ունեցած աղբյուրների հարձակվողը եղել է Հուսիկ եպիսկոպոս Սանթուրյանի թոռը։ Հուսիկ եպիսկոպոսը նախկինում եղել է Մայրաթորի լուսարարապետը։ Հիշեցման կարգով նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի նախագահն էր Սերժ Սարգսյանը, իսկ հանրապետության գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանը։ Արդյոք դժվար էր նկատել Մայրաթորի տարածքում նման ձևով հանցագործություն կատարողին, երբ կար պատշաճ հսկողություն եւ ամենուր տեսախցիկներ էին։ Չեն կարողացել կանխել, թե չեն ցանկացել։ Մեկ այլ ուշագրավ փաստ էլ Առավոտ օրաթերթի 1999 թվականի նոյեմբերի 25-ի հրապարակման մեջ մասնավորապես գրվել է. Կաթողիկոսական ընտրություններում Գարեգինբեի մրցակից Ներսես arczepiskopos Պոզապալյանը շուտով հավանաբար կազատվի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետի պաշտոնից։ Գարեգին II նրան առաջարկել է գլխավորել ցանկացած թեմ արտասահմանում, սակայն Ներսես սրբազանը ցանկություն է հայտնել մնալ հայրենիքում։ Այս լուրը Առավոտին փոխանցելով Ներսես arczepiskopos Պոզապալյանին մեր աղբյուրը նշել է, որ վերջինս հավանաբար կնշանակվի Մայրաթորի լուսարարապետ, իսկ դիվանապետի աթոռն էլ կզբաղեցնի Կանադայի թեմի առաջնորդ Հովդան եպիսկոպոս Տերտերյանը։ Նշենք, որ փորձագետ Հովսեփ Խուշուձյանին տեղեկություններ են հասել, որ այդ մահափորձի չարաբաստիկ օրը Գարեգինբեի եւ Պոզապալյանի միջև նրա սենյակում շատ լուրջ վեճ տարաձայնություն էր տեղի ունեցել։ Գարեգինբեն ցանկացել էր մեծ գումար հանել Էջմիածնի Credit Suisse Geneva բանկի հաշվից, իսկ Պոզապալյանը կտրականապես դեմ է եղել եւ թույլ չի տվել։ Հետաքրքիր է, այդ գումարն ի վերջո հանվել է Պոզապալյանի կոմայի մեջ հայտնվելուց կամ նրա մահից հետո եւ ինչ նպատակներով է այն ծախսվել։ Այսքանից հետո միամտություն է հավատալը, որ սրբազանի վրա հարձակումը պատահականություն է։ Նկատենք մեկ այլ նրբություն եւս 1999 թվականի հոկտեմբերի 27, երբ նույն կաթողիկոսական ընտրությունների օրը գլխատվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը։ Միգուցե սրբազանը ինչ որ բաներ գիտեր եւ այդպիսով ազատվեցին խոսում վկայանի։ Ինչն էր պատճառը, որ գործն այդպես էլ չբացվեց։ Կոծկվեց ռեժիմի Սարգսյան-Հովսեփյան տանդեմի կողմից սևավեղար կաթողիկոսի լուր համաձայնությամբ։ Հարցերը շատ են ու անպատասխան։ Հավելենք, որ Ներսես arczepiskopos Պոզապալյանը թաղված է Թեղենի գյուղում, ծնողների Գրիգոր եւ Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին իր իսկ կառուցած Սրբոց նահատակած եկեղեցում։